Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններ են ներկայացնում հորիզոն լրատվականը սեպտեմբերի 17-ն է չորեքշաբթի։ Գյումրի Ավագանու ինստիտուտում քվեարկության է դրվել եւ հաստատվել է քաղաքի 5-ամյա զարգացման ծրագիրը, որին դեմ են քվեարկել քաղաքացիական պայմանագիր խմբակցության Ավագանու անդամները։ Այն օրակարգի 34 հարցերից միակը չէր, որը թեժ քննարկման արժանացավ։ Ավագանու Հայաստան խմբակցության ղեկավարն իր հեղինակած նախագիծը Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալու մասին հարցը ընդգրկել էր նիստի օրակարգ եւ ուղերձեր նախապատրաստել դիմելու Հայաստանի կառավարությանը։ Օրակարգային հարցերին անցնելուց առաջ Ավագանու Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ելույթում անդրադարձավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի կալանավորմանը, հորդորելով փոքր քայլ կատարել եւ աջակցել սրբազանին։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, արեք փոքրիկ քայլ եւ կառանձնանաք մնացյալ իշխող ուժի անդամներից, որ դուք եղաք առաջինը, որպես գյումրեցի թասիբով մարդ, որ ձեր Շիրակի թեմի առաջնորդը ամոթ է, որ կալանավորված է այսօր։ Ինչը կարող է ավելի արագ ու արդյունավետ նպաստել Գյումրիի զարգացմանը, եթե ոչ քաղաքը ազատ տնտեսական գոտի ճանաչելը, տալով հարկային ազատ ռեժիմ։ Հայաստան խմբակցության ղեկավարի օրակարգ բերած այս հարցն էր, որ բավական բուռն ու լարված քննարկումների առիթ տվեց։ Խմբակցության նախաձեռնությունն է այս մասին ուղերձով դիմել կառավարությանը եւ փորձել այն իրականություն դարձնել։ Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական գոտի եւ մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա ազատ քաղաքի կարգավիճակ։ Դրա բոլոր նախադրյալները կան։ Որպես ասվածի օրինակ, Կարեն Սիմոնյանն ընդգծում է, որ այսօր Հայաստանի տարածքում ստեղծվել եւ լիովին գործում են 4 ազատ տնտեսական գոտիներ, բայց այն, ինչ առաջարկում են իրենք, տարբերվելու է մյուսներից, որովհետև ըստ նրա ներդրվելու է ազատ քաղաքի մոդելը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները հետաքրքրվեցին, թե ինչ է այն իրենից ենթադրում։ Ազատ քաղաքի ռեժիմը այն է, որ Գյումրիում հաշվառված, Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողները, անհատ ձեռնարկատերերը եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կազատվեն օրենքով սահմանված, ոչ թե կազատվեն, այլ կզիջվեն օրենքով սահմանված հարգերից 50%-ով եւ հենց դա կնպաստի, որպեսզի ներդրումային հոսքը Գյումրիում մեծանա եւ Գյումրին 5 տարվա մեջ ամբողջությամբ փոխի դիմագիծը։ Ըստ բանախոսի ազատ տնտեսական գոտու եւ ազատ քաղաքի ռեժիմները կգործեն 25 տարով, որից կշահի ոչ միայն Գյումրին, իսկ ակնկալվող արդյունքները թվերով է հիմնավորում նախագծի հեղինակը։ Ավելի քան 15,000 նոր աշխատատեղ, շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն այլ դիտարկումներ ունեին։ Խմբակցության անդամ Լևոն Անանյանը հայտարարեց, որ ուղերձում հնացած տեղեկատվություն կա։ Ձեր ունեցած ինֆոները հնացած են։ Պարոն Սիմոնյան, կամ GPT-ն լավ գործիք չէ, խնդրում են լավ գործիք է ChatGPT-ն, բայց նման ինֆոները մասնագիտական ճշտման կարիք ունեն։ Լավ կլներ ճշտեիք, իմանայիք քանի ազատ տնտեսական գոտի է այս պահին գործում, հետո նոր դնեիք ձեր հիմնավորման մեջ ու ասեիք այսքանը գործում են։ Դուք այսօր նման եք այն տան երեխուն, որ տնեցիք բան են բացատրում, ասում է թող ոչխարը ելավ սարը, ասենք չի կարելի, էլի, ես լուրջ աշխատանք եք տարել, վերջիվերջով քո ընկերն են, աշխատանք եմ տարել դրա վրա, ասում ես ձեռս արում, ասում ես GPG, դա սիրուն չի եղբայր։ Ասենք եթե ես ձեր իմ ելույթի ժամանակ, հետո ելույթ եթե ես ձեր առազնիվ եմ, քաղաքական ելույթ է, երևույթը քաղաքական չի, դա ձեր առնելոցի է, որը իրավունք է, ես երևույթ խնդրեմ իրավունք։ Նախագծի հեղինակը նաև հիշեցրեց, որ Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու նախագծեր էլի են եղել, կառավարություններում ընդունվել են որոշումներ, բայց հարցը մնացել է թղթի վրա։ Տարբեր տեղերից մասնագետներ հրավիրենք սահմանադրական ոլորտից, որ եկամտահարկից եւ շահույթահարկից հանրապետության սահմանադրության մեջ ֆիքսած է, որ տեղական ինքնակառավարմանը մասհանումներ պիտի լինի, չի արվում։ Կարեն Սիմոնյանը պնդեց, որ հարցը պետք է դրվի քվեարկության, որպեսզի գյումրեցիներն իմանան, թե դահլիճում ովքեր կողմ ու դեմ կլինեն։ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին ուղերձը դրվեց քվեարկության։ Նախագիծն ընդունվեց, քաղաքացիական պայմանագրի Ավագանու անդամները ձեռնպահ քվեարկեցին։
Օրակարգային հարցերու կարևոր Գյումրիի հնգամյա զարգացման ծրագիրը, որը նախորդ նիստում բացասական կարծիքներից հետո չդրվեց քվեարկության։ Այժմ լրամշակված տարբերակներ բերվել օրակարգ։ Ավականու խմբակցություններն իրենց առաջարկներն արել էին նաև հաշվի առնելով բնակիչների դիմումները։ Օրինակ Գյումրիի Սևերսկի թաղամասի համար, որը 1960-ականներից ունի կոյուղատար համակարգ, նախագիծ կազմել ու կառուցել էր պետք։ Դիմում եմ Գյումրու ավականու բոլոր խմբակցություններին, այդ թվում նաև իշխանական, կենտրոնական իշխանությունը ներկայացնող խմբակցությանը, որ պետք է համախմբվենք այս հարցի շուրջ, որովհետև հավատացեք, գյումրեցիներին ոչ մեկին չի հետաքրքրում մեր քաղաքական հետաքրքրությունները, տրամադրությունները եւ ինտրիգները, որովհետև գյումրեցուն հետաքրքրում է իր խնդիրը եւ խնդրի լուծումը։ Քանի որ չկա ռեալ որևէ իրատեսական թվեր, քանի մանկապարտեզ, քանի սպորտ դպրոց, քանի երաժշտական դպրոց, քանի փողոց, այսինքն մենք գրել ենք շատ լավ բան, որ այսպես լինելու է, բայց ինչ միջոցներով, քանի տարով, քանի փողոց, այդ չկա, դրա համար մենք նորից տևենք քվեարկելու շնորհակալություն։ Տարի մշակույթի բյուջեն գնալով ավելացել է, կարծեմ մինչև 40 միլիոն հասնում է դեռևս մի քիչ է, բայց այդ էլ հանրահաշտարության որպես պրակտիկ դաշտի այդ մասնագետներից մեկն է, ես կարող եմ ասել, որ նույնիսկ 40 միլիոն դրամը իրականում բավարար չի մի տարվա ընթացքում քաղաքին, եթե ելևս զբոսաշրջությունը որպես գերակայ ճյուղ է սահմանում, որպեսզի այն տեսակի իվենտներ կազմակերպի էֆեկտիվ համագործակցության մշակույթի և զբոսաշրջության։ Ելույթներից ու դիտողություններից հետո հնգամյա զարգացման ծրագիրը դրվեց հաստատման, որին քաղաքացիական պայմանագիրը դեմ քվեարկեց։ Ձայների մեծամասնությամբ ընդունվեցին հնգամյա զարգացման 2026-ից 28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը։ Լրամշակված ծրագրերում չէր քաղաքային աղբանոցի տեղափոխման կամ աղբի տեսակավորման վերամշակման հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ Վահագն Մկրտչյանը քննարկված առաջարկներից մեկի մասին խոսեց եւ հայտարարեց, որ ներդրողից գրություն են ստացել։ Խմբակցությունը ստացել է գրություն Արմեկոտեկ ընկերությունից, որը մի քանի տարի առաջանից սկսել է գործունեությունը, այսինքն անցել է բոլոր պետական գերատեսչություններով, ստացել է բազմապիսի թույլտվություններ, ստացել նաև ավականու նախնական համաձայնություն ծրագրի ավելի խորքային ուսումնասիրման եւ փաթեթների փաստաթղթավորման համար եւ այսօր հասել ենք մի փուլի ըստ գրության տեղեկանում ենք, որ համայնքապետարանը արդեն X ժամանակ գրությանը պատասխան չի տալիս եւ չի պատճառաբանում, թե ծրագիրը որ տվյալն է խանգարում կամ որ դիտել համաձայն չէ կամ քննարկում չի կազմակերպվում։ Իրանք ոչ թե ուզում են կոմպոստային դաշտը տեղափոխել, որ այդ մուշ թաղամասը ազատվի։ Ուղղակի իրանք ուզում են այդ աղբը օգտագործել։ Եվ այդ աղբը օգտագործելով ուզում են քաղաքի ամբողջ ուրեմն աղբի հետ կապված գումարները իրենք հավաքեն։ Եվ քաղաքապետարանը այդտեղ շատ մեծ վնասներ է կրելու։ Մի օր եկեք քննարկենք, ես ցես կբացատրեմ։ Ավականու նիստի օրակարգում էր նաև Գյումրու օր ամենամյա տոնակատարության միջոցառումների անցկացման նախագիծը։ Թե ինչքան գումար է անհրաժեշտ միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի զեկույցից հետո Գյումրիի քաղաքապետի առաջարկով հարցը հանվեց օրակարգից, չեղարկելով Գյումրիի օրը։ Իսկ ավանդույթը գյումրեցիներին վերադարձնելու համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշել է ավականու արտահերթ նիստ նախաձեռնել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Նշենք, հավելենք, որ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջի տարածած հայտարարությունում նշվում է, որ սեպտեմբերի 22-ին ժամը 11:30-ին Գյումրիի ավականին գումարում է արտահերթ նիստ։ Ռուսաստան հայտարարում է, որ Միացյալ Նահանգների առևտրով գայթակղելու փորձը չի աշխատի Ուկրաինայի հարցում։ Եվրոպացիները փորձում են հրաժարվել ռուսական վառելիքից։ Զելենսկին էլ կոչ է անում Ամերիկային ու Եվրոպային չմտահոգվել Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններով։
Ինչ գործընթացներ են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ ընթացող բանակցություններում։ Կրակը դադարեցնելու մասին կոնկրետ արդյունքներ դեռ չկան։ Փոխարենը ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Ուկրաինայի նախագահն էլ թվային տվյալներ ներկայացնելով կոչ է արել, որ Եվրոպան առաջ մղի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը։ Զելենսկին այդ մասին խոսել է Զապորոժյե քաղաքին ռուսական հարվածից հետո, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ, այդ թվում 2 երեխա։ Նրա խոսքով սեպտեմբերի սկզբից Մոսկվան Ուկրաինայի տարածքին հարվածել է ավելի քան 3500 անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով, նաև ավիառումբեր են օգտագործվել։ Հենց հիմա է ժամանակը գործնականում իրականացնել եվրոպական երկինքների համատեղ պաշտպանությունը բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով։ Ավելին նա ասել է, թե Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է դադարեն մտածել Ռուսաստանի հետ իրենց ապագա հարաբերությունների մասին եւ սկսեն ավելի շատ մտածել Ուկրաինայի մասին։ Այդ մասին էլ նա խոսել է Sky News-ին տված հարցազրույցում։ Նրանց կողմից կիրառվող պատժամիջոցների շուրջ սակարկությունների ամեն օրը մեզ շատ կյանքեր է արժենում։ Դա անարդար է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սակայն Միացյալ Նահանգների նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է օրինակ որոշ գործընթացներ արագացնելու մասին։ Եվրահանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներկրումից փուլային հրաժարումը։ Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի պատժամիջոցների իր 19-րդ փաթեթը, որն ուղղված է կրիպտոարժույթին, բանկերին եւ էներգետիկային։ Եվրամիությունը մինչ այս արդեն իսկ հայտարարել էր, որ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը մտադիր է դադարեցնել ռուսական նավթի եւ գազի գնումները։ Սակայն Թրամփը նշել է, որ Եվրամիությունը պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ։ Հենց ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Եվրոպային հասցեագրված հերթական քննադատություններն է հնչեցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Եվրոպան փորձում է տեղ գրավել ռուս-ուկրաինական բանակցությունների սեղանի շուրջ։ Այս ընթացքում, երբ Եվրոպայում շատ է քննարկվում Ուկրաինայում ընդհանրապես զորակազմ տեղակայելու հարցը, Ռուսաստանը այսպես է արձագանքում։ Ուկրաինայում տեղակայված ցանկացած խաղաղապահ ուժ ռուսական զինված ուժերի կողմից կդիտարկվի որպես օրինական ռազմական թիրախ։ Անդրադառնալով Ուկրաինայի նախագահին Լավրովը ասել է, թե վերջինս ձգտում է կանխել արևմուտքի առողջ ուժերի կառուցողական ուղու հետևելը, ինչպես նաև փորձում է Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը հակադրել Չինաստանին։ Միաժամանակ նա նշել է, թե չի հաջողվի Ռուսաստանի նախագահին գայթակղել Միացյալ Նահանգների հետ առևտրային պայմանավորվածություններով, որպեսզի Մոսկվան զիջումների գնա Ուկրաինայի հարցում։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ 2024 թվականի փետրվարին Ռուսաստանի բանտերից մեկում մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ արտասահմանյան երկու երկրների լաբորատորիաներ իր ամուսնուց վերցված կենսաբանական նմուշների հետազոտությունից հետո պարզել են, որ նրան թունավորել են։ Այս մասին նա նշել է X-ի սոցիալական հարթակում հրապարակած տեսանյութում։ Ըստ Յուլիա Նավալնայի 2024 թվականի փետրվարին իրենց հաջողվել է կենսաբանական նմուշներ վերցնել ամուսնուց եւ դրանք տեղափոխել արտասահման։ Առնվազն երկու երկրի լաբորատորիաներ միմյանցից անկախ հետազոտել են այդ նմուշները եւ այդ լաբորատորիաները երկու տարբեր երկրներում հանգել են նույն եզրակացության։ Ալեքսեյը սպանվել է, իսկ ավելի կոնկրետ նրան թունավորել է, նշել է Նավալնայան։ Նա բազմիցս Ռուսաստանի մեղադրել է իր ամուսնու սպանության համար, սակայն Կրեմլը հերքել է այս մեղադրանքները, դրանք որակելով անհետեթություն։ Միացյալ Նահանգները Վենեսուելային սպառնում է պատերազմով, փորձում է զավթել նրա բնական հարստություններ եւ հաստատել խամաչիկային կառավարություն, հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Մեր առջև ծառացած է Կարիբյան ավազանում Վենեսուելայի դեմ պատերազմի սպառնալիքը։ Ամերիկան փորձում է զավթել մեր բնական հարստությունները, հաստատել խամաչիկային կառավարություն։ Այդ սպառնալիքը կասեցնելու, չեզոքացնելու եւ այն հաղթելու համար անհրաժեշտ է միավորել Վենեսուելան, նշել է Մադուրոն։ Վերջին օրերին Ամերիկան Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է երկու նավ, հայտարարելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Այդ երկու գործողությունների հետևանքով զոհվել է 14 մարդ։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թմրանյութերի ապօրինի շրջանառության Վաշինգտոնի մեղադրանքները, դրանք անվանելով անհիմն։ Լեհաստանի նախագահ հայտարարել է միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին եւ ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման ծրագրի շրջանակներում, հայտարարել է նախագահ Նավրոցկին։ Լեհաստանի նախագահը հրաժարվել է կանխատեսել երկրի կարգավիճակը որպես միջուկային տերություն, սակայն ընդգծել է, որ այն միջուկային զենքի համատեղ օգտագործման իրավունք ունի։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Նանսիում երկկողմ համաձայնագիր են ստորագրել բարեկամության ու համագործակցության լայնման վերաբերյալ, մասնավորապես ռազմական ոլորտում։
Երկրորդ պետական այցով Մեծ Բրիտանիայի ժամանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արդեն նա հանդիպել է Չարլզ III թագավորի հետ։ Թրամփի պատվին Վինդզոր ամրոցում կկայանա արարողություն, որը կներառի կարգով զբոսանք, պետական ճաշկերույթ, ռազմական ինքնաթիռների շքերթ եւ հրավառություն։ Մեկ օր անց Ամերիկայի նախագահին կընդունի Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, երկկողմ ներդրումային ծրագրերը, պողպատի, ալյումինի մաքսատուրքերը, մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղիներն ու գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկելու համար ակնկալում է, որ 5 Սթարմերը եւ Թրամփը կստորագրեն միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագրեր, կընդլայնեն համագործակցությունը պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։ 3 ծնողներ, որոնց երեխաները մահացել կամ հիվանդանոց էին տեղափոխվել արհեստական բանականության չաթբոտների հետ շփումից հետո Միացյալ Նահանգների կոնգրեսին կոչ են արել կարգավորել արհեստական բանականության չաթբոտները։ Քննարկումը տեղի ունեցել Միացյալ Նահանգների Սենատում նվիրված երեխաների համար տեխնոլոգիայի վտանգներին։ Ծնողներից մեկը, որը դատի է տվել OpenAI-ին իր որդու Ադամի ինքնասպանությունից հետո հայտարարել է, թե չաթբոտները պետք է բարոյական սահմաններ ունենան։ OpenAI-ը հայտնել է, որ մտադիր է բարելավել իր անվտանգության մեխանիզմները։ Ընկերությունը նաև նշել է, որ նախատեսում է օգտատերերի տարիքային կանխատեսման համակարգներ դնել, երեխաներին ուղղորդելով ավելի անվտանգ տարբերակի։ Այժմ լրատվություն այսքանը, հետևեք նորությունների ժամը 20-ին։ Երբ խոսքը վերաբերում է մաքրությանը, վստահեք իրական մասնագետներին։ Լիորա նորաբաց մաքրման սերվիսն առաջարկում է